Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, մի հարցի կխնդրեի պատասխանել, ունենալով ձեր ձեռքի տակ համապատասխան ինֆորմացիան, եղել են արդյոք դիպուկահարներ, թե ոչ, եւ եթե եղել են իրենց անձը բացահայտված է, ովքեր են եղել եւ ինչ ազգության են եղել, հայեր են եղել արդյոք դիպուկահարները, թե այլազգիներ են եղել, պրոֆեսիոնալներ, եւ երկրորդ հարցը, մենք բոլորս տեսել ենք տեսաձայնագրություններով ձկան խանութից, Մաշտոցի պողոտայի վերևի մասից դեպի Փակշուկա իջնող այս ճանապարհով, որ դիմահար կրակ են արձակում սև սաղավարտներով, կապույտ ոստիկանության օմոնի ամենայն հավանականությամբ համազգեստով, ենթադրում են ոստիկանության աշխատակիցներ, դիմահար կրակով իջնում են դեպի Մաշտոցի պողոտա Փակշուկայի հատվածը, այդ տեսաձայնագրությունը ես հստակ եմ հիշում, բացահայտված է ինքնությունը այդ ոստիկանների, այդ ծառայողների, թե ոչ, այս երկու հարցին կխնդրեի պատասխանել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, դիպուկահարների մասով այո նախաքննությամբ ունենք նմանատիպ տվյալներ, ունենք տվյալներ նաև առանց տարբերանշանների համապատասխան համազգեստներով անձանց մասնակցություն այդ գործողություններին, բայց այս պահին նախաքննության շահերից ելնելով չեմ կարող որևէ կոնկրետացում մտցնել ձեր հարցին պատասխանելուց եւ միայն կարող եմ հավաստիացնել, որ այս ասով եւս բազմակողմանի քննություն ենք կատարում եւ միջոցներ ենք ձեռնարկում բոլոր ինքնությունները բարձելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Մի քիչ կարող է շատ եմ ես փորձում խորանալ հանգամանքների մեջ, դիպուկահարները, եթե չակերտավոր այլազգի դիպուկահարները, որ եղել են ողջ են այս պահին, թե ոչ, իմ ունեցած ինֆորմացիայով, ոչ։ Չեմ ասի, թե ինչ, տենց լսել ենք, գիտենք, տեղյակ ենք, որ եղել են այլազգիներ եւ այլևս նրանք ողջ չեն, տարիներ առաջ են սպանվել։ Մենք նման տվյալ քրեական վարույթով չունենք, հետեւաբար ձեր հարցին չեմ կարող հստակ պատասխան տալ։